Կապանի կենտրոնական հրապարակը սեպտեմբերի 28-ին լցված էր իրանական շնչով։ Հարևան երկրի մշակութային փառատոնի շնորհիվ տեղացիների հանգստյան օրը հագեցած անցավ։ Մոտ 25 տաղավարների շարքում էր նաև Թավրիզի իսլամական արվեստի համալսարանը։ Այն ներկայացել էր տարբեր ձեռագործ աշխատանքներով՝ կերամիկական, փայտե, ասեղնագործ եւ այլն։ Իմ կարծիքով ամենակարևոր կապերը մշակույթից է սկսում, որովհետեւ մանավանդ Ճահելների համար, ուսանողների համար։ Եթե մենք կարողանանք այս երկու երկրի ուսանողները իրար հետ մոտիկացնենք, իրար հետ ծանոթանան, ես միտք ունեմ, որ համատեղ գործեր անելու համար եւ անում ենք, անելու ենք։ Կապանում քոլեջի հետ էլ մենք կապ ունենք, հրավիրել ենք, եկել ենք Թավրիզ մեր համալսարանում։ Ուզում ենք ավելի շատ գործեր անենք, ասենց միտքեր ունենք։ Տարատեսակ իրանական ազգային ուտեստներ, քաղցրեղեն, թեյեր ու կաթնամթերք նույնպես կային։ Ամեն տաղավար ներկայացավ յուրօրինակ առաջարկներով։ Կաթ, պանիր, կարագ, քաղցրեղեն եւ նմանատիպ ապրանքներ։ Ճիշտ ասած, Սյունիքի մարզում չունենք վաճառակետերում մեր ապրանքը, բայց զգում ենք, որ պահանջարկը կա եւ այսօր լավ հնարավորություններ, որ գայինք, ներկայացնենք մեր ապրանքը, ծանոթացնենք։ Չնայած հիմա մարդիկ ասում են, քիչ եք վաճառում, բայց ոնց որ այդպես չենք պատրաստվել վաճառքի համար, ինձ թվում է դա սխալ կլներ, ճիշտ կլներ մարդիկ համտեսեն, փորձեն, ծանոթանան ու սպասեն շուտով Սյունիքում։ Կապանցիները խոստովանում են օրեր առաջ լսել եւ անհամբեր սպասում էին փառատոնին։ Սա նոր շունչ հաղորդեց քաղաքին։ Շատ հետաքրքիր միջոցառում է, շատ օգտակար Սյունիքի, հատկապես մեր Կապան քաղաքի համար եւ նմանատիպ միջոցառումները ամրապնդում են հայ-իրանական մեր ժողովուրդների հարաբերությունները։ Փառատոնը մարզկենտրոնում կազմակերպվում էր երկրորդ անգամ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ։ Սրա շնորհիվ ամրապնդվում է երկու երկրների միջև մշակութային կապը, ստեղծվում համագործակցության նոր հնարավորություններ, համոզված է գլխավոր հյուպատոսը։ Ճիշտ 2 տարի առաջ կազմակերպված հայ-իրանական փառատոնը լավ ընդունեցին կապանցիները։ Այս անգամ որոշեցինք միայն իրանական անել։ Չնայած դրան, դուք կտեսնեք տաղավարներ հուշանվերներով եւ գորգերով, որոնց վրա Կապանի գեղատեսիլ վայրերն են պատկերված։ Հյուպատոսի խոսքով տարբեր հաստատությունների հետ համագործակցությունը շարունակվում է, առաջիկայում սպասվում են հետաքրքիր այլ միջոցառումներ ևս։